STEAM տեխնոլոգիաների մեթոդաբանություն և սարքավորումների արտադրություն։ Creative Systems ընկերությունն օգնում է կազմակերպել տեխնիկական կրթություն նախադպրոցական տարիքից մինչև համալսարանական հատուկ ուսումնական պլանով։ Հոկտեմբերի 10-ից 12-ը Meridian Expo կենտրոնում տեղի ունեցավ Digitech 2025 տեխնոլոգիական ցուցահանդեսը, որին մասնակցում են նաև Creative Systems-ը և Creaverse Cyber School-ը։ Մենք ձևավորել ենք STEM կրթության էկոհամակարգ, որը հնարավորություն է տալիս երեխաներին ստանալ շարունակական կրթություն։ Երեխաները հավաքում են ռոբոտները, հետագայում ծրագրավորում են, ավելացնում են կոնտրոլերներ և կարողանում են հետագայում սովորել Arduino, Raspberry Pi, ծրագրավորում են տարբեր լեզուներով Python, C++։ Ծրագիրը խթանում է երեխաների ստեղծարար մտածելու զարգացմանը հիմնարար գիտությունների և մուլտիմեդիա տեխնոլոգիաների միջոցով, որն էլ իր հերթին իրականանում է խաղի միջոցով։ Պատասխանելով հարցին, արդյոք ընկերությունը պատրաստվում է համագործակցել ԿԳՄՍ նախարարության և քաղաքապետարանի հետ, որպեսզի մեթոդաբանությունը ներդրվի նաև մանկապարտեզներում և դպրոցներում, Գյոքչյանը պատասխանեց. Մանկապարտեզները և դպրոցները արդեն գնում են մեր սարքավորումները և մենք նաև վերապատրաստում ենք իրանց մասնագետներին, որ իրանք կարողանան իրանց մանկապարտեզում ներդնեն մեր դասընթացները, այսինքն մենք այդ գործընթացը սկսել ենք։ Ընդ որում մեր սարքավորումները և մեթոդաբանությունը հաստատվել է արդեն նախարարության կողմից։ Մարզեր պատրաստում ենք ընդլայնվել, մենք նաև հիմա քննարկում ենք մի քանի գործընկերների հետ, ովքեր որ ցանկություն ունեն հայտնել գնել մեր պրոդուկցիան և արդեն ներկայացնել մարզերում։ Դա ասեմ, որ երևի Տավուշի մարզում կսկսենք, կամ Վանաձորից կսկսենք հավանաբար։ Հիմնադիր տնօրենն ասաց, որ ակտիվ օգտագործվում են նաև արհեստական բանականության գործիքները, որպեսզի հնարավորություն տան երեխաներին ծանոթանալ նորագույն տեխնոլոգիաներին։ Մեր պրոյեկտը հիմնված է այս զատիկ սարքի շուրջ, որը հանդիսանում է մուլտիսենսոր, ինքը կարողանում է չափի ջերմաստիճանը, ձայնը, լույսը և էլեկտրականությունը, և սրա համար ստեղծել ենք մուլտիմեդիա լաբորատորիա, այսինքն երեխաները 5-6 տարեկան երեխաները կամ մի քիչ ավելի մեծ կարողանում են օնլայն ռեժիմով չափագրումներ անել, այսինքն իրանք չափում են ջերմաստիճանը, կարող են չափել պաղպաղակի ջերմաստիճանը, սառը և տաք ջրի ջերմաստիճանը, հետո խառնեն, որ հասկանան նաև տարբեր բնական երևույթները։ Creative Systems-ի գործընկեր Creaverse Cyber School-ը 4-ից 14 տարեկան երեխաներին սովորեցնում է ռոբոտաշինություն, ռոբոտների պատրաստումից մինչև դրանց աշխատանքի տեխնիկան, իսկ 6-ից 14 տարեկան երեխաներին առաջարկում է IT դասընթաց, համակարգչային և համացանցային գրագիտություն, խաղերի ստեղծում։ Մեզ մոտ կրթությունը ուղղորդված է, այսինքն երեխան գալով 4 տարեկանից ունի հստակ քայլերի հաջորդականությամբ մշակված ծրագիր մինչև 14 տարեկան հասակը։ Ծրագրերը ներկայացված և մշակված են այնպես, որ յուրաքանչյուր մոդուլ համապատասխանում է երեխայի տարիքային առանձնահատկություններին։ Դասը փորձում են կառուցել այնպես, որ զարգացնենք երեխայի ինքնուրույնությունը, ինքնուրույն աշխատելու կարողություններ մտցնենք այդ ամեն ինչի մեջ, ծանոթացնենք իրենց համակարգչի աշխատանքին, այսինքն պատրաստենք այնպիսի սերունդ, պատրաստենք այնպիսի երեխա, ով պատրաստ կլինի այս նորարարական տեխնոլոգիաներին։ Նա տեսնելով ռոբոտ լիովին կհասկանա, թե դա ինչպես է աշխատում։ Այստեղ ներկայացված են ռոբոտներ, որոնք պատրաստել են մեր ամենապուճուրիկ գոլեգաները, այսպես ասած։ Օրինակ, սա աշխատում է ռեզինի առաձգականության ուժի միջոցով։ Երեխան սովորում է, որ ճկված ռեզինը ինչպիսի էներգիա է արձակում, ինքը դնում է իր ինքնաթիռը, ռեզինի բաց է թողնում և ստացվում է հարված։ Կամ շարժիչով և մարդկոցով աշխատող տարբերակը, որից հետո արդեն սկսում ենք ռոբոտների ծրագրավորում ուսումնասիրել։ Հավելենք, որ Creaverse Cyber School-ի երեխաները Ճապոնիայի Օսակա քաղաքում մասնակցել են ռոբոտաշինության միջազգային մրցույթի, որտեղ թիմային աշխատանքի արդյունքում զբաղեցրել են 4-րդ հորիզոնականը։